Ողջույն բոլորին, այսօր կխոսենք, թե ինչ չի կարելի հանել տանից դուրս, որպեսզի ձեր հաջողությունը չտաք ուրիշին և ընտանեկան բարեկեցությունը։ Տունը դա պարզապես պատեր, կահույք և առօրյա կյանքը չէ։ Այն վայրն է, որտեղ կուտակվում են ընտանիքի ջերմությունը, տրամադրությունը, սիրո էներգիան և ապահովության զգացումը։ Այդ պատճառով էլ ժողովրդական նշաններում մեծ ուշադրություն է դարձվում այն բանին, թե ինչ կարելի է կամ ինչ չի կարելի տանից դուրս հանել։ Երբ խոսքը վերաբերում է հաջողությանը, շատ մարդիկ փորձում են հետևել պարզ կանոններին։ Դրանք օգնում են պահպանել հաջողությունը, հատկապես ֆինանսների, աշխատանքի և ընտանեկան երջանկության հարցերում։ Զգույշ պետք է լինել որոշ իրեր ուրիշներին տալուց։ Եվ ըստ նշանների կան բաներ, որոնք չպետք է անզգույշ կերպով նվիրել կամ դուրս հանել տանից, որպեսզի չկորցնեք ձեր հաջողությունը և երջանկությունը։ Առաջինը դա վերջին գումարն է։ Ամենահայտնի նշաններից մեկը կապված է հենց գումարի հետ։ Լավ չէ տանից դուրս հանել վերջին թղթադրամը կամ վերջին մանրադրամները, կոպեկները, հատկապես երեկոյան կամ նոր ամսվա սկզբին։ Երբ մարդը տանից հանում է իր ամբողջ գումարը, մինչև վերջին կոպեկը, կարծես խորհրդանշականորեն զրկում է իր տունը ֆինանսական բարեկեցությունից։ Հաջորդը դա ընտանեկան լուսանկարներն են։ Ընտանեկան լուսանկարները պահպանում են հիշողություններ, զգացմունքներ և ընտանիքի հետ կապված կարևոր պահեր։ Այդ պատճառով էլ հենց խորհուրդ չի տրվում տանից առանց անհրաժեշտության դրանք տալ օտար մարդկանց։ Նաև ավելը, եթե ավելը տանից դուրս եք հանում վատ տրամադրությամբ։ Ժողովրդական նշաններում ավելը հատուկ նշանակություն ունի։ Այն համարվում է ոչ միայն մաքրության գործիք, այլև տան կարգուկանոնի, բարեկեցության և ընտանիքի խաղաղության խորհրդանիշը։ Այդ պատճառով հին ավելը խորհուրդ չի տրվում անփույթ ձևով դեն նետել, իսկ նորը առանց մտածելու նվիրել կամ տանից դուրս հանել։ Հաջորդը դա հաց և աղ տալն է։ Հին ժամանակներից հացն ու աղը համարվել են առատության, խաղաղության և ընտանեկան բարեկեցության խորհրդանիշ։ Ժողովրդական նշանների համաձայն, եթե մարդը զայրացած, նեղված կամ վատ տրամադրությամբ հաց կամ աղ է դուրս հանում տանից, դա կարող է թուլացնել տան դրական էներգիան և բարեկեցությունը։ Հաջորդը մանկական իրերն են։ Մանկական իրերի հետ շատ նշաններ են կապված։ Դրանք կրում են երեխայի աճի, զարգացման և ընտանիքի շարունակության էներգիան։ Այդ պատճառով խորհուրդ չի տրվում շտապել, բաժանվել կամ դեն նետել երեխայի իրերը, հատկապես եթե դրանք կապված են կարևոր հիշողությունների հետ կամ եղել են երեխայի սիրելի իրերը։ Երեխայի իրերի հետ նաև կարող եմ ասել, որ եթե ձեր երեխան հաջողակ է և դուք դեն եք նետում այդ հագուստը կարող է կրել ոչ հաջողակ մարդ։ Դուք չգիտեք ում եք տալիս, ինչպես։ Դրա համար հենց ասվում է, որ երեխայի զգեստը չի կարելի տալ օտար մարդկանց, որովհետև երեխայի հաջողությունը և ապագան և ապագա բարեկեցությունը դուք տալիս եք ուրիշներին։ Եթե ուզում եք նվիրել հագուստները և այդպես հավաքվել են և չգիտեք ինչ անեք, կամ կտրատեք, դեն նետեք, եթե իհարկե շատացել են, իսկ եթե ուզում եք նվիրել, ապա դրանք լցրեք մի տոպրակի մեջ, վառեք մոխիրը, այդ մոխիրի ծուխը այնպես արեք, որ գնա դեպի այդ տոպրակ և հետո նոր նվիրեք այն։ Հաջորդը դա վեճից հետո ինչ-որ իրեր տանից դուրս հանելն է։ Ժողովրդական նշաններից մեկի համաձայն մեծ վեճից կամ ծանր խոսակցությունից հետո լավ չէ անմիջապես տանից դուրս հանել կարևոր իրեր։ Այդ պահին տունը լցված է բացասական զգացմունքներով, և իրերի հետ միասին մարդը կարծես դուրս է բերում նաև ընտանիքի խաղաղությունն ու ներդաշնակությունը,
Հատկապես դա վերաբերվում է նվերներին, անձնական իրերին, ընտանեկան արժեք ունեցող առարկաներին և հարաբերությունների հետ կապված ցանկացած իրին։ Շատերը վիճելուց հետո պատանից դեն են նետում տղամարդկանց իրերը։ Ժողովրդական նշաններում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ իր ես տալիս կամ դուրս հանում տանից, այլ նաև այն, թե ինչ հոգեվիճակում ես դա անում։ Տունը մարդու ուժի, հանգստության և ընտանեկան ջերմության վայրն է։ Այդ պատճառով տան իրերի հետ պետք է վարվել հանգիստ, հարգանքով և գիտակցված ձևով, առանց զայրույթի, նեղվածության կամ շտապողականության։ Այս նշանների հիմնական իմաստն այն է, որ կարևոր որոշումներ կամ իրեր դեն նետելը կամ տալ ուրիշին ավելի լավ է անել խաղաղ և լավ տրամադրությամբ, քան հուզված կամ բարկացած վիճակում։